Ովքեր են Արթուր Չախոյանն ու Մեսրոպ Մանուկյանը եւ ինչպես սադրեցին նոր Նորքի թաղապետին։ Երեք նոր Նորքի թաղապետարանում չտեսնված լկտիությամբ ճակերտավոր ակցիա էին անում բլոգեր Արթուր Չախոյանը եւ Երևանի քոչայանական ավագանի Մեսրոպ Մանուկյանը։ Քաղաքական պապաներ։ Քաղաքական պապաներ։ Թափում են վրե, դերքիդ են թափում, արա։ Ոչ միտե դու չես կարածես, դու լավ տղա ես, դու լավ տղա չես, դու փչացած տղա ես, թե բարոյական առումով, թե քաղաքական առումով, թե փողոցային պանյատով, որովհետև դու նորից եմ փչած զանգերին չես պատասխանել, թռել ես։ Փողոցային լկտիության այս դրսևորմամբ սակայն Չախոյանը չէր բավարարվել եւ այսօր առավոտյան կիսասպառնալից հայտարարություն էր արել. Թաղապետին ասեք գալիս եմ, թող տեղում լինի։ Կարելի է ասել սադրանքը պատրաստ էր, կիսահայրախառն լեքսիկոնով յոգուրտային ակցիան իր կոստն արել էր եւ քաղաքապետարանի աշխատողների տաքացած նյարդերը տեղի տվեցին եւ նրանք դիմեցին բռնության, որի ցանկացած դրսևորում մենք դատապարտում ենք։ Սակայն այս ամենից նորից ծնվում է հարցը. ով է Արթուր Չախոյանը, որտեղից է գալիս, ինչի հաշվին է գումար վաստակում եւ որն ամենակարևորն է ումից։ Արթուր Չախոյանը ներկայանում է որպես անկախ բլոգեր, ով Ռուսաստանում զբաղվել է շինարարությամբ, այսինքն նախկին շինարար է, Ռուսաստանի քաղաքացի, բիզնեսներ եւ եկամուտի այլ աղբյուրներ կարծես թե չունի, առավոտից երեկո իր օպերատորի հետ նկարահանումներ է անում Երևանի տարբեր շինօբյեկտներում եւ հարց է ծագում թե ինչպես է անկախ բլոգերը գումար վաստակում ապրելու համար, եթե ամբողջ օրը ինքն ու իր օպերատորը նկարահանումների են։ Այս հարցի պատասխանը թերևս կարելի է գտնել նրա մերձավոր քոչայանական շրջանակում, որտեղ առաջնային դեր ունի Երևանի ավագանու Մայր Հայաստան խմբակցության անդամ գեներալ Մանվել Գրիգորյանի նախկին օգնական Մեսրոպ Մանուկյանը։ Այստեղ լքողի հետևին ձեռ գտամ։ Համոտ չեսանում Մանուկյանը մինչև Մայր Հայաստանից ավագանի դառնալը հայտնի էր մի դրվագով։ Նա նախահեղափոխական ազգային ժողովում գեներալ Մանվելի օգնականն էր եւ մի անգամ լայն ժպիտով հետևում էր, թե ինչպես է թողմախի մհերը հայհոյում լրագրողին։ Կատամ ցամաքակ փոքեմ։ Դավայ թռել է։ Ինչի՞ է։ Արդեն կապները կդրվել է։ Սանսները թողեցի կնգալ արդեն։ Ինչի՞ է, չհասկացա։ Ինչ են կարել։ Դե գնա լավ։ Լավ։ Մեսրոպ Մանուկյանը չնայած նրան, որ ընդամենը պատգամավորի օգնականն էր եւ ստանում էր ամսական միջինացված 170,000 դրամ աշխատավարձ, սակայն հասցրել է սեփական հեկ ձեռք բերել Շիրակի մարզում, որի հետ կապված են մի շարք լուրեր են շրջանառվում։ Եվ ահա քոչայանական ավագանին, որ ընդամենը 170,000 դրամ աշխատավարձով հեկ է հետ գծել, միանալով Ռուսաստանի քաղաքացի ոչ միտեղ չաշխատող բլոգերի հետ, դարձել են ենթադրյալ կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկներ։ Չիքջան, դու ապարատը ցենքում պանոր։ Ապարատը պանորս ասում ձեռքը դիճացակում։ Կներեք դուքից վիրավորեցիք, դուք ձեզ արտակտ եք պահում։ Ամենազավեշտալին սակայն այն է, որ քոչայանական հակակոռուպցիոն մարտիկները չարաշահումներ ու անորակ աշխատանք փնտրում գտնում են հիմնականում այն շինարարական օբյեկտներում, որտեղ քաղաքապետարանը դրանք արդեն իսկ գտել է եւ չի ընդունել աշխատանքը։ Օրինակ, նույն մասիվի մանկապարտեզում, որտեղ աշխատանքների անորակությունը տեսնելով քաղաքապետարանը չէր ընդունել աշխատանքը եւ չէր փոխանցել գումարը, մինչեւ թերությունները չշտկվեին, իսկ քոչայանական բլոգերները գնացել էին արդեն իսկ չընդունված աշխատանքի վրա շոու անելու։ Եթե ամփոփենք, քաղաքացիական ակտիվիստի լավը նա է, որ քոչայանական փողերից ու ապօրինի հեկերից չի սնվում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։